Ընկերներ ջան, ողջունում եմ բոլորիդ, ես Անահիտն եմ, բրենդի հիմնադիրը, ովքեր որ ինձ չեն ճանաչում։ Եվ այսօր այսպես առանց պրոֆեսիոնալ գործիքակազմի արտաքին ձայնային ելևէջների ուղեկցությամբ ձեզ հետ ուզում եմ խոսել մշակույթի մասին, թե ինչ է մշակույթը, ինչու է այդքան կարևոր եւ ինչ խնդիրներ են լուծում։ Եվ մի հետաքրքիր պատմությամբ եմ ուզում կիսվել, ուրեմն պատերազմի տարիներին Ուինսթոն Չերչիլին է մոտենում իր բարձրաստիճան զինվորականներից մեկը եւ ասում. Դուք գիտեք, որ մենք պատերազմում ենք եւ ինչքան ռեսուրսներ են մեզ պետք հաղթանակելու համար եւ չեմ հասկանում, թե դուք ինչու եք այդքան գումար հատկացնում մշակութային ոլորտին, միթե դրա ժամանակն է։ Եվ ինչ է պատասխանում Չերչիլը, ասում է. իսկ ինչ ես կարծում, ինչի համար են մղվում աշխարհի պատերազմները։ Եվ կարելի է երևի այս նախադասությամբ վերջացնել ամեն ինչը, որովհետև պարզ է արդեն, թե ինչ է մշակույթը, բայց եկեք մի փոքր մանրանանք։ Ինչ է մշակույթը։ Մշակույթը ձայնային, սիմվոլային, վարքագծային հավաքատեղի է, պատկերացեք ինչ-որ մատյան, որտեղ լրացվում են սիմվոլները, երգերը, հեքիաթներով փոխանցվում են այն կարևոր կոդերը, այն գիտելիքները, որոնք որ պետք է սերնդեսերունդ փոխանցվեն, որպեսզի ազգի գոյությունը շարունակելի լինի։ Եվ ինչու են մեզ մեր պապերը թողել այսքան հարուստ ժառանգություն։ Իսկ ինչու են մղվում պատերազմները։ Պատերազմները մղվում են իրենց գոյությունը շարունակելու համար։ Մշակույթներ են պետք, հին ազգերի սովորույթներն են պետք, գիտելիքներն են պետք, որպեսզի ապրեն տվյալ անձիկ հավաքակույտը, ազգ կոչվող կամ ժողովուրդ կոչվող։ Եվ ինչպես որ ծնողի ծավալին են անցնում վարքագծային կանոնները, անցնում տաղանդները, շնորհքները, բնավորությունը, այդպես էլ ազգի մակարդակով է անցնում սերնդեսերունդ մշակույթը։ Օրինակ հայոց մշակույթ, հայկական մշակույթ, հայկական հեքիաթներ, առասպելներ, լեգենդներ, երաժշտություն, որը հատուկ է միայն մեր ազգին, միայն մեզ է հատուկ։ Եվ ուզում եմ մենք ավելի խորքային մտածենք, թե ինչի են անընդհատ մեզնից վերցնում մեր հեքիաթները, մեր երգերը, մեր մեծերին որակում իրենց, ինչի համար, որպեսզի իրենք կենսական բոլոր անհրաժեշտ ինչերը ասեմ, պաշարները ունենան սերնդեսերունդ իրենց գոյությունը շարունակելու համար։ Իսկ թե ինչքան ենք մենք կարևորում այն, ինչ որ մեզ թողել են պապերը, ինչքան ենք մենք արժևորում, ընդունում, գնահատում, այդ դրանից է կախված մեր գոյության ընթացքը։ Եվ եկեք ավելի խորքային նայենք, ավելի գնահատանքով եւ շնորհակալությամբ նայենք այն, ինչ որ ունենք, եւ չբաժանենք մեր հարևաններին։